Փառք Հիսուս Քրիստոսին։ Նարժանի առնելու ամբողջ փառքը, պատիվը, մեծարանքը, գոհությունը։ Ամեն։ Ամեն, ամեն, ամեն։ Դες մի հատ խոսք էր ծնվում, որ մի կասկածի, այն հրաշքը, որ սպասում ես Տերը քեզ տալու է, որտեվ սատանան ամեն ինչ կանի, որ դու կասկածես եւ սպասում չունենաս քո հրաշքին։ Տերը օրհնի ձեզ շատ, կարող եք նստել Տիրոջ խաղաղության եւ ուրախության մեջ։ Շնորհակալություն մեր փառաբանության թիմին։ Այս խոսքը ես քարոզել եմ նաեւ ճամբարում, բայց Աստված երկու խոսքից ոնց որ խառնորդ է պատրաստել եւ վերնագրել եմ այսպես. Չխափնվես։ Հայրը սպասում է քեզ։ Կուզեմ սկզբից խոսամ չխափնվելու մասին, որովհետեւ մարդիկ կարող է խափնվեն։ Գիտեք, նայեք, տեսեք, եւ Աստված եւ Սատանան իրանց մոտ գործում է հիերարխիա։ Գոյություն ունի հրեշտակապետեր, գոյություն ունի հրեշտակներ, նույնն էլ Սատանայի մոտ, նույնն էլ ընդեղն են չի, որ քաոսային վիճակ է։ Ընդեղ էլ է համակարգված, որպեսզի ամեն ինչ անեն, քեզ տանեն, նո ամեն մի մարդուն տանեն դժոխք։ Իրանց մոտ էլ տենց թողած չի, որ դու ասես, ինձ ինչ պիտի անեն, ես խելացի եմ։ 6000 տարի է Սատանան իր դևերով այդ գործողությունն անում։ Մարդկանց խափելով, նրա ամենաուժեղ կողմն է, խափել մարդուն։ Գիտես, խափել դեռ ոչինչ, որ դու խափվես, բայց որ խափված քեզ պահեց, այդեղ դու կորցնում ես քեզ։ Խափված պահել։ Գիտես, եղել է, չէ՞ ինչ որ բան, որ դու խափված ես եղել։ Բայց երբ որ մի օր հասկացար, որ դու այդ ինչ որ իմացել ես, դա խափված է ելել, դու արդեն մի անգամից քո ներսը լուսավորվեց։ Բերենք ասենք, որ մենք էլ խափված ենք այս աշխարհում, գնում ենք այս աշխարհի խավարի իշխանի մտածելակերպով, ու մի օր հասկացանք, որ խափված ենք եղել։ Ու երբ որ դու գիտակցում ես խափված ես եղել, լուսավորվում է քո միտքը ընդունել Քրիստոսին որպես Տեր ու Փրկիչ։ Իմացի դու խափված վիճակից հետ ես եկել, դու հասկացել ես, որ խափված ես եղել, դու գիտակցել ես, որ խափված ես եղել, հիմա դու արդեն պիտի հասկանաս, որ դու էլ խափված չես, բայց հավատա, որ դու ապահովություն ես դու զգում, որ դու էլ խափված չես, բայց ըստեղ էլ է քեզ կարում խափի, եկեղեցու մեջ էլ է Սատանան կարում քեզ խափի և խափված պահի, շատ ժամանակ մարդիկ տարիներով վիրավորանքի մեջ են եւ արդարացնում են, որ ճիշտ են արել։ Շատ ժամանակ մարդիկ, չգիտեմ ինչ որ Աստծո խոսքին հակառակ բանի մեջ են ու արդարացնում են, որ դա ճիշտ են ասել։ Գիտես, ամեն մի չծխող գիտես ինչ է ասում, ամեն մի ծխող գիտես ինչ է ասում։ Ցույց տու Աստվածաշնչում, որտեղ է ծխել է մեղք։ Պետք չի Աստվածաշնչում ցույց տալ, որտեղ է ծխել է մեղք, թեկուզ կա 2-ից 3 օրինակ, քո ներսում Սուրբ Հոգին քեզ ասում է, դա մեղք կա։ Էլ պետք չի ուրիշ բաներ ապացույցներ փնտրես։ Էլ պետք չի։ Աստծո խոսքը խոսում է դրա մասին, ամեն բան ինձ օրինավոր է, բայց ես ամեն բանի իշխանության տակ չպիտի լինեմ։ Նույն ձևի խոսում է, որ դու կենթանի Աստծո տաճար ես, մի ապականի այդ տաճարը, ով որ ապականի, ես էլ նրան կապականեմ։ Մարդը խափված մնում է եւ սկսում է այդ խափվածը արդարացնել։ Ու գիտես, Առաջի Պետրոս 2-րդ գլխում գրված է ասենց մի հատ խոսք 10-րդ խոսքից, որովհետև դուք ժամանակով ժողովուրդ չէիք, բայց հիմա Աստծո ժողովուրդ եք, որ ողորմություն չէիք գտել, բայց հիմա արժանացել եք ողորմությանը։ Գիտես, մենք մի ժամանակով գնում ենք հեթանոսական կռապաշտությունով հայերս, մեր հայ ազգը, գնում էր Աստծուն բարկացնելու ճանապարհով։ Հեթանոսական կռապաշտությունով։ Մի ժամանակ դուք ժողովուրդ չէիք, բայց հիմա դարձել եք Աստծո ժողովուրդ։ Դու գիտես, որ Աստված իր եկեղեցու անդամներին ասում է Աստծո ժողովուրդ։ Մենք ժողովուրդ ենք, բայց Աստծո։ Դու պիտի գիտակցես, որ դու Աստծո ժողովուրդ ես։ Դու մի ժամանակ այդ ձև չէիր մտածում։ Եվ երբ որ քո այդ խափված վիճակից դու գիտակցեցիր, որ խափված ես, գիտակցեցիր, որ այս աշխարհի համակարգը, այս աշխարհի ամեն ինչ փուչ է, եւ դու գնում ես այդ փուչ համակարգի մեջ ու ներսդ ուրախություն չկա, ներսդ խաղաղություն չկա։ Դու ամեն ինչ անում ես, որ այս դատարկությունը լցնես, չես կարողանալու լցնես։ Ամեն օր ուզում ես խորոված անես, որ այս դատարկությունը լցնես, չի լցվում։ Ամեն օր ուզում ես նոր հագուս գնես, որ այս դատարկությունը լցվի, չի լցվելու։ Ամեն օր ուզում ես այս դատարկությունը լցնես ֆիզիկապես, չես կարողանալու։
որովհետև դա հոգու տարածքն է, այդտեղ պետք է հոգևոր կերակուր։ Դրա համար երբ որ մարդը գալիս է եկեղեցի, ինքը մտնում է Աստծո հանգստի մեջ։ Դու գալիս ես եկեղեցի քո ծանրաբեռնված տարբեր խնդիրներով ու հասկանում ես, որ հանգստություն է գալի վրեդ, խաղաղություն է իջնում վրեդ, ծանրություն է հեռանում քեզանից։ Դու երբ որ մարդիկ ասում են «Էդ ուր ես գնում», նա մանավանդ որ նոր ես սկսում գնալը, «Էդ ինչ կա այնտեղ»։ Դու ուզում ես բացատրես, բայց չես կարող բացատրես։ Ուզում ես ասես մի լավ բան կա, բայց չես կարողանում ասես։ Դա այդ հանգստությունն է, որ քո ներսում գալիս է Աստծուց։ Գիտես, այս աշխարհը չի կարող այդ հանգստությունը քեզ տա, որովհետև չունի։ Մտցում ես, միացնում ես բանը աշխարհի լրատվականները, հանգստության լուր լսած եք այնտեղ, անդադար պանիկայի լուր է։ Այստեղ էս պայթեց, ընդեղ են բանը լավ երկրաշարժ եղավ, ընդեղ ջրհեղեղ եղավ, մյուսը։ Հիսուսն էլ ասա, որ կլինի ջրհեղեղներ, կլինի երկրաշարժներ, մահատարաժամեր, պատերազմներ, կլինի։ Մի վախեցեք, դա վերջը չի, դա սկիզբն է այդ ամեն ինչի։ Դրա համար քո սիրտը չպետք է վախենա, բայց եթե դու ամբողջ օրը աշխարհի լուրերի մեջ ես, քո այդ ներսի ուրախությունը, խաղաղությունը, այդ ամեն ինչ պակասելու է։ Եթե դու մարդ ես, որ շատ ես լուրերի մեջ լինում, անդադար մի լուրը 10 անգամ նայում ես, պետք չի։ Դա քեզ բերելու է քաոս, բերելու է տրտմություն, տխրություն։ Ու գիտես հետաքրքիրը որն է, երբ որ Դավիթն ու Գոլիաֆը, իմ կարծիքով Դավիթին ու Գոլիաֆի պատմությունը բոլորը կիմանան։ Գոլիաֆը դա փղշտացի էր, որ հսկա մարդ էր ու 40 օր Աստծո ժողովրդին, Իսրայելին ինչ էր անում, անդադար բան էր անում, վախեցնում էր։ Դավիթը այդ վախերը չէր լսել։ Պատկերացնում ես Դավիթը Գոլիաֆի վախերը չէր լսել։ Այսօր այս աշխարհի համակարգը Գոլիաֆը անդադար վախեցնում է, ու Իսրայելի ամբողջ սիրտը թուլանում է, Աստծո ժողովրդի սիրտը կթուլանա այդտեղ։ Մի մնա այդ Գոլիաֆի ազդեցության տակ։ Դավիթը չէր լսել այդ Գոլիաֆի ձայնը։ Եվ եկավ, այնքան հետաքրքիր է, մարդիկ մտածում են ոնց պիտի Գոլիաֆին գցեն։ Դավիթը մի փոքրիկ քարով ուղղակի ճիշտ տեղին խփեց։ Կարող է ուրիշ տեղեր խփել, հակառակն էր եղել։ Լինում է, չէ՞ որ մի բան ճիշտ ես անում, ասում ես, ինչ ճիշտ ժամանակին արել։ Մի բան էլ ուզում ես ճիշտ անես ու չի ստացվում, ասում ես, ուր խոսացիր։ Ճիշտ ժամանակը չէր խոսելու։ Եթե դու սովորացնես քեզ լռելու մեջ, դու կհաղթես իմացի։ Լռող մարդը դա անխելք եւ հիմար մարդ չի։ Լռող մարդը դա իմաստություն ունեցող մարդն է, որ կռիվ չի ուզում սարքի։ Բայց լռել չի նշանակում լցնես մեջդ հավաքես։ Ես մի հատ հետաքրքիր արտահայտություն ունեմ։ Համբերության բաժակի տակը ծակի, որ չլցվի։ Թե չէ մի օր ասում ես, դե համբերության բաժակս լցվեց, էլ չդիմացա։ Երկու հատ ծակարա տակը թող չլցվի։ Անդադար գնացիր Աստծո մոտ, համբերության բաժակը դատարկվելու է։ Մարդիկ իրանց համբերության բաժակը միշտ լիքն է, իր հետ չես կարող մոտենաս։ Նա մանավանդ 50-ից 60-ից հետո, որ շարժվում է, սենց ոնց որ բանը, սենց ջուրը սենց թափվելուս լինի։ Մի կաթիլ էլ լցվեց, չգիտի կինը ոնց մոտենա այդ մարդուն։ Կամ միգուցե ամուսինը այդ կնոջը ոնց մոտենա։ Որ կողմից մոտենում է ինքը բանանում, մի անգամի ջղայնանում է ու համբերության բաժակը դե լցված է, դե դատարկ է համբերության բաժակը։ Համբերության բաժակը դատարկելու տեղը դա Աստծո գահի մոտ է։ Գնալ Աստծո առաջ։ Դատարկի այդ համբերությունը լցվել է, դատարկի, որ դիմանաս։ Գիտես Աստծո խոսքն ասում է, մենք ժամանակով ժողովուրդ չենք, բայց մենք հասկացանք, մենք դարձանք խավարից դեպի լույսը, մենք գիտակցեցինք, ու դու եթե այստեղ խաբված մնացիր, դու պատկերացնում ես այստեղ խաբված մնաս, որ պիտի ներես չես ներում, որ պիտի ինչ-որ մի բան անես, Աստված կյանքիդ մեջ խոսացել է, ծառայության հետ կախված, այնքան մարդկանց հետ է հաստատվել, չես անում։ Ու այնքան բաներ կա, որ մենք գիտենք ինչ պիտի անենք ու չենք անում։ Ու դու կարաս խաբված մնաս։ Ու գիտես սատանայի նպատակն ինչն է, որ խաբված պահի երկար։ Եթե դու ուզում ես ինչ-որ մի բանի հասնես, դու պիտի նրան կարողանաս երկար պահես։ Օրինակ պատկերացրու, եթե դու ուզում ես մսամթերքը պահել, պիտի դռնես սառնարան։ Շատ հավատացյալներ կա, որ սառնարանում դրած են։ Սառնարանը ունի մի քանի աստիճան, չէ՞։
Մարազիլքում դրած են։ Այդ մարազիլքեն չգիտեմ հայերեն ոնց։ Այդ ձև դրած են։ Սարցախցիկում խցկած են, որպեսզի բարել։ Ու ինչ են եղել, ու չեն հալում, որտեվ սատանան խաբել է, կողել է սարցախցիկը ու չեն ուզում ինչ որ մի բան փոխվի իրենց կյանքում։ Ու խաբված մնում են։ Ես սատանան ամեն ինչ կանի քեզ երկար ժամանակ խաբված պահի։ Ու մենք երբ որ հասկացանք, գիտակցեցինք, մենք պիտի փոխվենք։ Մենք պիտի փոխվենք ու գանք հոր առաջ։ Այսօր այնքան լավ երգեր են երգում, ճիշտ է, ես իրանց տենց կոնկրետ չի ասել ինչից եմ քարոզելու, բայց իմ քարոզի թեմայի մեջ են երգում։ Փառք Հիսուս Քրիստոսին նրանց համար։ Գիտես, ու առաջի Պետրոս 11-րդ գլուխը գրված է այս ձև. Սիրելիներ, աղաչում եմ ձեզ, իբրև պանդուխներ, օտարականներ, հեռու մնացեք մարմնական ցանկություններին, որոնք կռվում են հոգու դեմ։ Նախ եւ առաջ ասում եմ, դու ժողովուրդ չէիր, ժողովուրդ դառար, Աստծո ժողովուրդ դառար։ Հիմա էլ քեզ հանձնարարություն է տալիս։ Հեռու մնա մարմնային ցանկություններից։ Մարմնի կռիվը հոգու դեմ, դա միշտ լինելու է քեզ հետ։ Անդադար դու լինելու ես մարմնի եւ հոգու կռվի մեջ։ Եվ Աստված ասում է քեզ, հեռու մնա մարմնի ցանկությունից, որ կռվում են հոգու դեմ։ Դու պատկերացնում ես կռիվ։ Մարմինդ բոքսի պերչատկե կհակած հոգու հետ կռվում է։ Եղել է որ ներսից մեկը նուրբ ձայնով ասում է՝ մի արա։ Բայց մարմնային ցանկությունը ասում է՝ պիտի ասեմ տեղը դնեմ, թող իմանա ես ով եմ։ Ինչ որ ասում է տեղը դնում, ու այդ ասել տեղը դնելուց հետո մեկ էլ 3 տարի պետք է որ հարաբերություն կառուցի այդ մարդու հետ, որովհետև քանդեց իր ամենամոտ հարազատի հետ հարաբերություն։ Քանդեց։ Մարմնի ցանկությունը, որ կռվում է հոգու դեմ, դու կարաս մարմնի ցանկություններով բաներ անես եւ խաբված լինես։ Մարմնային ցանկություններին տեղ տաս։ Որը գիտես մարմինը ինչ ասում։ Մարմինը միշտ ձգտում է դեպի հողը։ Չգիտեմ ուշադրություն եք դարձրել դրանց, ես մի քանի անգամ օրինակ եմ բերել։ Մենք ստեղծված ենք հողից։ Մարմինը ուզում է նստի, պարկի, ավելի շատ պարկի, վերջում էլ որ մահանում է, էլի ներքև է գնում։ Հոգին միշտ ուզում է վերև։ Վերևինները մտածել, վերևիններ նայել, խես աղոթելուս վերևից նայում սպասում ես, չէ՞ որ վերևից ինչ որ բան կպատասխանի քեզ։ Խիչ ես ներքև նայում։ Նո ժամանակ առ ժամանակ կարաս ներքև էլ նայես, բայց մեկը ներսը վերև է ձգտում։ Դու պիտի հասկանաս, այդտեղ կռիվ է լինելու։ Դու ձգտես վերևին, թե ներքև նայես։ Սատանան միշտ կուզի կենտրոնացնի, որ դու ներքև նայես։ Դու նայես քո մարմնի վիճակին, հոգնածես, չես կարա։ Այսօր մի հատ հետաքրքիր առաջարկ եւ չգիտեմ բան եմ անելու, որ որոշում ենք կայացնելու իրար հետ, նենց որ պատրաստի քո սիրտը, որ այդ որոշումը իրար հետ կայացնենք։ Որոշման մասին դեռ չեմ խոսում։ Այո, մենք պիտի հասկանանք, որ սատանան կարա մեզ խաբի։ Գիտես մի հատ հետաքրքիր բան կա, մուլտֆիլմ կա։ Ես այս օրինակները դրել եմ բանում, երբ որ ճամբարում էինք, եթե դու չես եղել, կարող ես հիմա տեսնել։ Այդ մուլտֆիլմի մեջ առույց արքան ինքը առույց արքա էր։ Կխնդրեմ այդ առաջի նկարը դնենք։ Բայց ինքը խաբված էր։ Նրան խաբել էին, որ դու ես մեղավոր քո հոր մահվան մեջ։ Նրան ինչ որ բանով խաբել էին։ Ու այս առույց արքան խաբված էր մնացել։ Ու ընկերներ ուներ։ Խոզը առույցի ընկերներ դառել։ Այն մի կենթանին էլ սուրիկա տհա։ Էդ էլ իրանց ընդհանուր չգիտեմ բանն է, կամերան է, նայում ով ինչ անելու, ինչ չի անելու։ Ասենք կենթանական աշխարհի մեջ առույցը խոզը առույցի կերակուրն է։ Խոզը առույցի կերակուրն է։ Որտեղ ես տեսել խոզը առույցին էշի տեղ դնի։ Քշի։ Դու իմացի դու առույց ես, բայց քեզանից է կախված քո ընկերները ովքեր կլինեն։ Դու ինչ ընկերներ կունենաս, դա քեզանից է կախված։ Ով է լինելու քո ընկերը։ Գիտես կարան իրանք լինեն քո ընկերները։ Մարմնային ցանկությունները։ Դες ինքը թագավորի որդի էր, ինքը թագավորի որդի էր, ինքը արքայազն էր,
բայց չգիտեր, որ արքայազն է։ Խաբված էր ինքը, խաբել էին իրան։ Այսօր դու ես թագավորի որդի, շատ ժամանակ քո ընկերները կներես, բայց իրանք են։ Աստծո խոսքը ասում է քո մարգարիտները մի գցի խոզերի առաջ։ Դա կոնկրետ ի նկատի ունի քո սուրբ կյանքը, քո մարգարիտ կյանքը, մարգարիտը դա Աստծո արքայությունն էր, ինչին նմանացնեմ Աստծո թագավորությունը, մի մարգարիտի այդ Աստծո արքայությունը, թագավորությունը, ասում մի գցի խոզերի առաջ, քո սրբությունը մի գցի այս աշխարհի խոզերի առաջ։ Ու այսօր տեսնում ես, որ այդ աշխարհի համակարգը, այդ խոզ վիճակը ուզում է իշխի քո թագավոր վիճակին, ու դու խաբվում ես այդտեղ։ Դու խաբվում ես այնտեղ, որ չես կարա օրը 1 ժամ աղոթես։ Սատանան քեզ խաբել է։ Խաբել է ու խաբված պահում է։ Այսօր այդ որոշումն են կայացնելու։ Դու որոշում ես կայացնելու ամեն օր գնալ թագավորական գահի առաջ։ Սատանան քեզ խաբել է։ Լսի, խաբված ես դու այդտեղ։ Դու կարող ես օրը սկսես կես ժամից աղոթել։ Գնալ թագավորի մոտ։ Գնալ թագավորի առաջ ծնկել։ Դու թագավորական մարդ ես, ոչ թե։ Ու երբ որ ինքը հասկացավ, որ ինքը թագավորը, փոխվեց կեցվածքը եւ դիրքը։ Իրա դիրքը եւ կեցվածքը փոխվեց։ Կանգնածա ժայռի վրա։ Մենք գիտենք Աստվածաշնչում որն է ժայռը։ Հիսուս Քրիստոս ժայռի վրա։ Ես երբ որ հասկացավ, երբ որ իմացավ, որ ինքը թագավորի որդի է, հասկացավ, որ ով պիտի լինի իր ընկերները, ընտրեց ընկերների շրջապատ։ Եվ Աստծո խոսքը ասում է՝ մի խաբվեք, չար ընկերակցությունը ապականում է բարի վարքը։ Ասում է՝ մի խաբվի, քո ընկերների չարության մեջ, եթե դու հարմարվեցիր, քո սրբությունը, քո ապրելակերպը ապականվելու է։ Մի խաբվի այդտեղ։ Ու այդ ձևը վերնագրել եմ՝ չխաբվես։ Հայրը սպասում է քեզ։ Ուզում եմ չխաբվելուց հետո անցնենք, ինչպես է հայրը սպասվում։ Ոնց պատկերացնեմ հոր մեծությունը, ոնց գիտակցեմ հոր մեծությունը։ Ու գիտես, Հովհաննես Ավետարան 16-րդ գլուխ 20-րդ խոսքից ճշմարիտ ասում եմ ձեզ, որ դուք պիտի լաք ու ողբակ, իսկ աշխարհը պիտի ուրախանա։ Դուք պիտի տրտմեք, բայց ձեր տրտմությունը ուրախություն պիտի վերածվի։ Լինում է ժամանակ, որ այս աշխարհի մարդիկ ավելի լավ են ապրում։ Լինում է ժամանակ, որ դու ավելի ճնշված ու նեղված ես։ Լինում է ժամանակներ, բայց ասում է ձեր տրտմությունը ուրախություն կդառնա, բայց այն ուրախությունը, որ քո ներսում է, ոչ մեկը չի կարող այդ ուրախությունը ունենա այս աշխարհում։ Այն քաղցրությունը, այն խաղաղությունը, որ քո ներսում է, դա այս աշխարհը չունի, իմացի։ Դու ներսում գանձ ունես, եւ Աստծո խոսքը ասում է՝ գանձ ունենք հողի անոթների մեջ։ Աստծո Սուրբ Հոգին գալիս է քո ներս։ Գալիս է քո ներսը, սկսում մաքրել քո ներսը։ Ուզում է բան անի։ Ներսը sense հայկական լավ բարգա է ու բորկա տերիտորիա։ Մաքրի ներսը։ Ինչ է ուզում ան, շափաթորիա կա ուզում անի ներսը։ Ուզում ես բաներ կայել քո դուրը չի գալիս։ Գիտես, մարդը մի քանի անգամ հաճախելով եկեղեցի, երկար ժամանակ հաճախելով եկեղեցի, այս աշխարհի պիղծ հումորները էլ իրա դուրը չի գալիս։ Բամբասանքը էլ իրա դուրը չի գալիս։ Այն որ սերիալների շարքուներ առավոտից իրգուս հենց նայում էր, ոչ մի բան չէր թերթում, էդ էլ չի դուրը գալիս, որտեվ հասկանում է, որ խաբված էր, անիմաստ իր ժամանակը գնում էր այդտեղ, ամբողջովին տանում էր իր ժամանակը։ Ու երբ որ մարդը այսքանը գիտակցում է, պիտի դուրս գա այդտեղից ու չմնա այդտեղ։ Ինչ ասում, այս աշխարհը կունենա ուրախություն։ Միգուցե այս աշխարհը այսօր քեֆ անում, ուրախանում է, քեզ թվում է, թե դու տխուր նստած ես, բայց ասեմ քեզ, քո համար հույս կա, որտեվ այդ նույն Աստծո խոսքում ինչ ասում, երբ կինը ծննդաբերում է, տանջվում է, քանի որ նրա ժամանակը հասել է, բայց երբ որ երեխան ծնվում է, ուրախությունով ուրախության շնորհիվ նեղությունը այլևս չի հիշում, քանի որ աշխարհում մի մարդ էլ ծնվեց։ Սա բոլոր կանայք կհասկանան։ Տղամարդիկ այդքան չեն հասկանա, բայց կանայք կհասկանան։ Գիտեք, ես ունեմ 5 երեխա։ Կինս տարբեր ժամանակ ունեցել է այդ երեխաներին։ Մեր 5-րդ երեխան, որ պիտի ծնվել, դա շատ մեր տարիքում էր։ Կինս ամբողջովին խառնվել էր իրար։ Դե ոնց պիտի ունենա, ոնց որ առաջի անգամ պիտի ունենա, վերջին հենց խառնված էր իր մեջ։ Բայց հիմա ամեն անգամ, երբ որ գրկում է ու մեր փոքրիկին համբյուրում, նույն բառերն ասում։ Այդ համբյուրը քեզ այդ ցավերը մոռանում ես։
Այդ, չգիտեմ, այդ հոտոտելը, այդ գրկելը ամբողջովին մոռանում է այդ ցավերը։ Ինչպես կնոջ ծննդաբերության ցավերը եւ երեխայի համբյուրը այս աշխարհը իր այդ ցավերով գնալու է ու դու մտնելու ես Քրիստոսի ուրախության մեջ, որպեսզի Աստված ցույց է տալի, որ դու գիտակցես, որպես կին ինչպիսի ուրախություն է լինելու։ Այո, ցավերը կլինի, բայց գալու է գրկելու, համբյուրելու, գրկախառնվելու ժամանակը։ Եթե այսօր ինչ որ դու դժվար ես անցնում, մի խափվի, գալի է այս գրկախառնության ժամանակը։ Դուք նույնպես այժմ նեղություններ եք կրում, բայց ես դարձյալ պիտի տեսնեմ ձեզ ու ձեր սիրտը պիտի ուրախանա։ Ձեր ուրախությունը ոչ ոք ձեզանից չպիտի խլի։ Հիսուսն ասում է, ձեր ուրախությունը ձեզանից ոչ ոք չի խլի։ Ես պիտի տեսնեմ եւ ուրախություն տամ։ Միգուցե այդ դժվարություններով անցնում ես, բայց Տերը այդ ուրախությունը տալու է քեզ։ Եվ այն օրերը ինձ ոչինչ չեք հարցնելու։ Ճշմարիտ ասում եմ ձեզ, ինչ որ իմ անունով հորից խնդրեք, կտա ձեզ։ Իսկ եթե վրա ուզում եմ կայնեմ։ Ասում է, ինչ որ իմ անունով հորից խնդրեք, կտա ձեզ։ Գիտես, այնքան հետաքրքիր է, որ մենք պատկերացնում ենք, թե հայրը, չգիտեմ, հոր սահմանափակում ունենք մեր մտքի մեջ։ Եվ Հիսուսն ասում է, ինչ որ խնդրեք իմ անունով, հայրը կտա ձեզ։ Եվ պիտի ստանաք, որպեսզի ձեր ուրախությունը կատարյալ լինի։ Ես այսօր ուզենալու եմ խոսամ նաև սրա մասին։ Մի խափվի, հայրը սպասում է քեզ։ Մի խափվի, որտեվ շատ ժամանակ սատանան թույլ չի տալի, որ դու գնաս հորից խնդրելու, որովհետև սատանան հոր մեծությունը սահմանափակել է քո կյանքում։ Հոր գերիշխանությունը սահմանափակել է քո կյանքում։ Հոր անսահմանությունը սահմանափակել է քո կյանքում։ Մենք բոլորս մեկ հոր զավակներ ենք։ Դա երկնային Տեր ու Թագավոր գերիշխան։ Գերիշխանը գիտես ո՞րն է, որ էլ իշխանություն չկա իրանից ենքում։ Մենք մի հատ վիդեո ունենք, ուզում եմ Աստծո մեծության մի կտորը, ես չեմ կարող Աստծո մեծությունը ձեզ ամբողջովին բացատրեմ, բայց մի կտոր, որպեսզի դու ընկալես տիեզերքի Թագավորի գաղափարը, որ տիեզերքի Թագավորն է, ոչ թե Հայաստանի կամ Իջևանի, քո Տերը, քո տիրակալը տիեզերքի Թագավորն է։ Դու հասկանաս ում հետ կապ ունես, ում հետ է քո գործը, ով է քո իշխանություն տվողը։ Դնենք այդ վիդեոն, հա, եթե կարելի է։ Միգուցե այս վիդեոն դու տեսել ես, բայց չի խանգարում նորից հիշես նրա մեծությունը։ Այսի մեր երկրագունդն է։ Իջևանից գնացինք, այդ Աֆրիկան տենում ենք։ Ինքը տիեզերքի Թագավորն, այսօր երգում ենք տիեզերքի Թագավորի մասին։ Տիեզերքում մեր երկրագունդը էլ չի երևում, ուր մնաց Իջևանը։ Իջևանը կերև ամեն դեպքում, բայց ես այդքան լավ չեմ տիրապետում, բայց այնտեղ տենում եմ Մարսը, Վեներան, էդի դեռ մեր բանն է, մեր երկնային մեր ծիլ կաթիլ համակարգը դեռ չի բրծել։ Դեռ գնում ենք։ Եվ նաև նրա մասին էր խոսքը, որ կամ մի կետ, որ դրանից հետո գիտնականները էլ չգիտեն։ Գիտեն այնքանը, դրանից հետո էլ բան կա չգիտեն, չեն կարողանում։ Էսի դեռ մեր գալակտիկան է։ Դեռ ծիլ կաթիլ այդ բանն է, ասենց ասած գալակտիկան, դեռ չի բրծել։ Ու քո Տերը այդտեղ է Թագավոր։ Մի փոքրացրու նրան։ Գնա նրա առաջ։ Գնում է։ Վիդեո մի երկուսից երկ։
ինչքան գիտեմ, էսի ծիլ կա թիլ, այդ բանը համակարգն ու չգիտեմ ոնց ասեմ։ Ոյսի շատ փոքր է դիեզերքում, ինքը չի երևում։ Տենց բազում կա։ Էդ էլ չի երևում։ Ու քո հայրը այս անսահման դիեզերքի թագավորն է։ Ու շատ ժամանակ սատանան քեզ խաբում է չգնաս գերիշխան հոր գահի առաջ։ Ու դու շատ ժամանակ ասում ես հայր, բայց չգիտես ինքը ով է։ Եվ Աստծո խոսքը ինչ ասում։ Իդ ինչ տուն պիտի սարքեք, որ ես բնակվեմ, բայց ես բնակվում եմ խոնար հոգի եւ խոնար սիրտ եւ կոտրված հոգի ունեցողի մոտ։ Դեռ գնում է, այսի շատ է գնալու, գնում էլ չեն կարում գնան։ Դու պիտի հասկանաս Աստծո մեծությունը։ Այս կետից հետո մարդիկ արդեն չգիտեմ ինչ անեն։ Այս մարդկային հայտնված Աստծո մեծություն։ Մարդկային հայտնված Աստծո մեծություն։ Դու հասկանում ես քո գործում հետ է։ Դու հասկանում ես ում դուստր ում որդին ես դու։ Երբ որ մենք մի հատ ճանապարհ ունենանք երկրի թագավորի հետ ճանապարհ։ Գիտես, տենց կա, չէ՞, տենց ճանապարհ, օրինակ, քո եղբայրը երկրի թագավորի խորհրդականն է։ Քո համար մի հատ ճանապարհ կա, չէ՞, բացված, մտնել թագավորի մոտ։ Դե աղբերը այդ ծակերով անց կկասնի քեզ։ Լսի, դիեզերքի թագավորի մոտ քո ճանապարհը բաց է։ Հիսուս Քրիստոսի թափված արյան գնով եւ ասում է խնդրեք իմ հորից կտա ձեզ։ Բայց սատանան քեզ խաբել է, որ դու չխնդրես։ Սատանան քեզ խաբել է, որ ես ինչ խնդրեմ, մենա գիտի էլի։ Գիտի, բայց ուզում է քո բերանից էլ լսի։ Որտեւ Աստծո խոսքը ասում է, միջև դու խնդրես, ես գիտեմ, որ դա քեզ պետք է։ Կտամ քեզ։ Բայց գնա հոր մոտ, գնա հոր գահի առաջ, տես հոր անսահմանությունը։ Գիտես, մոտավորապես 1 ամիս ամեն առավոտ ունեմ անձնական մոտ 1 ժամի աղոթքի ժամանակ։ Ես առաջ մտնում էի աղոթքի ու սկսում էի Հիսուսի անունով քանդել կապել։ Հիմա ոչ քանդում եմ, ոչ կապում։ Գալիս եմ այդ գահի առաջ, այդ մեծ անսահման գահի առաջ։ Եվ Աստծո խոսքը ասում է շնորհքով մոտեցեք, հավատքով, համարձակությունով մոտեցեք շնորհքի գահին, համարձակությունով, բայց սատանան քեզ խաբել է, դու չես մոտենում։ Դու մարդ ես, որ լճացել է քո աղոթքի կյանք, քո խոսքի կյանք։ Լսի, հայրը չի փոխվել, նույնն է սպասում է քեզ։ Հայրը չի փոխվել, սպասում է քեզ։ Գնա հոր մոտ։ Հայրը քեզ սպասում է եւ բարիքներ ունի քո համար։ Գնա վերցրու ու մի ուշանա։ Գիտես, ասում ենք գնանք հորից խնդրենք։ Շատ ժամանակ մենք սահմանափակում ենք հոր մեծությունը, չենք հասկանում ինքը ով է։ Մի անգամ Սուրբ Հոգին ինձ ասավ, դու չես պատկերացնում քո գործը ում հետ է։ Այն որ մի հատ լավ գործընկեր ես ունենում, քայլվածքդ փոխվում է, չէ՞։ Ասում եմ գործը ում հետ է, երկրի այդ ամենալավ գործարարներից մեկի, արդեն քայլվածքդ մի ուրիշ ձև է, չէ՞, փոխվում։ Բա քո գործը, քո հայրը դիեզերքի թագավորն է, ոչ թե թվացյալ ես երկրի մի փոքրիկ կետի թագավոր, դուք տեսաք, որ այդ կետը չի էլ երևում։ Քո հայրը դիեզերքի թագավորն է, ու հաճեցել է քո ներսում բնակվի։ Ուզում է ներսումդ քո բնակվի։ Ու այնքան քեզ սիրել է, որ իր որդուն է տվել։ Ու որ որդուն տվել է, քեզ էլ ասում է, որդու անունով խնդրի, ես քեզ կտամ։ Ու դու էլ ալարում ես, որ խնդրես։ Այն որ կա, չէ՞, մարդը ասում է, «Էռնա քո հնարավորությանը»։ Լսի, Երանի ձեր հնարավորությանը, Երանի մեր հնարավորությանը, որ դիեզերքի գահը, տիրակալի գահը քո համար բացված է։ Հիսուսի անվան զորությունով խնդրի հորից եւ նա կտա։ Խնդրի հորից եւ հավատա այդ խոսքերին։ Նա կտա, խնդրի հորից։
Դու հիշի քո առույց վիճակը, մի խաբվի, մի քնի։ Եվ Աստծո խոսքը գիտես ինչ ասում։ Սկզբից փնտրի երկնքի արքայությունը։ Սկիզբը ո՞րն է։ Առավոտ շուտ արթնացել ես։ Մեկ էլ ես տենում եկան բոլոր ցանցերը։ Ցանց բառից լավ բան կլի, ցանցը որսալու համար է։ Տեսնում ես, այդ ցանցը քեզ էլա որսացել։ 2-ից 3 ժամ որսված մնաց որսը, թպրտած, մի ձև փախավ կես ժամով, բայց այդ ցանցը նորից ամբողջ օր իրան է սպասում։ Դասի դու հասկացի, որ քեզ ունես իշխանություն եւ իշխանությունը ճիշտ օգտագործի, գնա քո Տիրոջ առաջ եւ խնդրի, որ նա տա քեզ ամբողջ գաղտնիքը այդտեղ է, ճանաչել հոր մեծությունը, ճանաչել հոր անսահմանությունը։ Եվ գիտես, Աստծո խոսքը խոսում է նրա մասին, որ Սուրբ Հոգին իր անձից ոչինչ չի պատմի, այլ ինչ որ հորից կառնի, այն էլ կպատմի ձեզ։ Ինչ կպատմի, ինչը հորից կառնի։ Գիտես ինչքան ես ուրախանում, երբ որ երեխան քո գրկի մեջ է։ Այս գիշեր ես գրկել էի մեր Դանիելին, ինքը չէր ջոգել, որ ես գրկել էի իրան, քնած էր, բայց ես այնքան ուրախ էի, որ ինքը իմ գրկի մեջ է։ Այդ հայրական ուրախությունը ես չեմ կարող բացատրեմ։ Ծնողները կհասկանան, որ դու գրկում ես երեխուդ, ինչ հաճույք։ Քո հայրն էլ քեզ ուզում գրկի։ Քո հայրը սպասում է այդ գրկախառնություններին։ Քո հայրը սպասում է, որ դու գաս այդ գահի առաջ։ Գաս եւ բերանի վրա ընկնես։ Եվ համբերությունը դտեղ տենալու ես ձևավորվեց։ Մեղքերդ մաքրվեց։ Աստծուց գալու է զորություն մաքրելու քեզ։ Այ կանես թե չես անի, դա քո մարմնի եւ հոգու կռիվն է։ Դու պիտի ունենաս կարգ ու կանոն, պիտի ունենաս դիսցիպլինա, տանես քեզ հոր գահի առաջ։ Եթե ասես ես ամեն օր ուզում եմ գնամ այդ աղոթքին, կներեք, ժամանակը շատ դժվար եմ գնում այդ աղոթքին։ Որտեվ ժամանակը քնում եմ ժամը 4-ին, ու դու պիտի 7-ից կես հելնես 3 ժամուկես հետո։ Դժվար է։ Բայց ես իմ հովիվ մեհերից մի բան եմ սովորել։ Ասում եմ, ստեղից վերցնում եմ առաջին։ Ամեն ժամանակ, երբ որ գնում եմ, երբ որ այդ 1 ժամ աղոթում եմ, ասում եմ, բայց ո՞նց էի ուզում ես քնեմ։ Ափսոս էր այս ժամանակը։ Գնա հոր գահի առաջ, տեսեր հոր մեծությունը, այդ անսահմանությունը, ու Աստված քո խնդիրները տեղել լուծելու է։ Ամեն։ Առաջի մնացորդած 29-րդ գլուխ 10-րդ խոսքից։ Դավիթը փառաբանում է Աստծուն։ Դավիթը օրհնեց Տիրոջը համախմբված ամբողջ ժողովրդի առաջ, նա ասեց. օրհնյալ ես դու, ով մեր հայր, Իսրայելի Աստված։ Հավիտենյան Հավիտենից, քոնն է, ով Տեր, մեծությունը, զորությունը, փառքը, հաղթությունը, մեծափառությունը եւ երկնքում եւ երկրի վրա եղած ամեն բան։ Մի հատ Դավիթը վերցնենք ժամանակային տեխնոլոգիաներով զարգացած ժամանակներում չէր, բայց հոգով հասկանում էր ով է հայրը, ով է Աստված, քոնն է մեծությունը, զորությունը, փառքը, հաղթությունը, մեծափառությունը երկնքում ու երկրի վրա եղած ամեն բան քոնն է, ով Տեր, թագավորությունը, որովհետև դու բարձրացած ես ամենից վեր, իբր գերիշխան։ Այս վիդեոյով ես ձեզ ուզում եի ցույց տամ Աստծո գերիշխան լինելը։ Աստված գերիշխան է քո բոլոր խնդիրների վրա։ Աստված գերիշխան է քո բոլոր հիվանդությունների վրա։ Աստված գերիշխան է քո բոլոր պարտքերի, քո կապանքների, քո մեղքերի, գերիշխան է։ Դու հասկացի ում մոտ ես գնում, ումից ես լցվում, եւ այդ ազատությունը գա քո ներսում։ Քո Աստված գերիշխան Աստված է։ Մեկ մի հատ հարց կա, որ տալիս են մանուկները, ոչ մեկին չեմ ուզում վիրավորեմ, բայց դա մանկական հարց է։ Բա Աստծուն ով է ստեղծել։ Մի հատ հասկացի Աստծո մեծությունը, նոր այդ հարցը դուր։ Մի հատ ընկալի տիեզերքը, մի հատ ընկալի Աստծո մեծափառությունը, գերիշխանությունը, նոր այդ հարցը դուր։
Գիտես, մարդկային ուղեղի 2.3%-ն է աշխատում։ Ասենք մարդը իր 2-3%-ով ուզում Աստծո գործերը քննի եւ հասկանա, ով է ստեղծել Աստծուն։ Աստված արարիչ է, Աստված գերիշխան է եւ Աստված ստեղծված չի, Աստված ինքն է ստեղծում։ Ինքն է քեզ ստեղծել, ինքն է քեզ արարել, որովհետեւ ինքը տիեզերքի տիրակալն է, անսահման գերիշխան Աստված է։ Եվ այս միտքը պիտի հաստատվի քո ներսում։ Քեզանից է հարստությունը։ Ուրեմն փողն էլ ատեղից։ Քեզանից է հարստությունը, պատիվը։ Երբ որ դու հասկանում ես ով է Աստված, նրանից է հարստությունը, նրանից է պատիվը, քեզանից է հարստությունը եւ պատիվը։ Դու ես ամենի վրա տիրողը, քո ձեռքում են զորությունը եւ կարողությունը, քո ձեռքում է ամենին մեծացնելը եւ հզորացնելը։ Ամբողջ իր ձեռքում է ժողովուրդ։ Հասկացի իր մեծությունը քո կյանքում։ Նայա գումար տվողը, նայա քեզ բարձրացնողը, զորացնողը, նայա զորություն եւ կարողություն տալիս, նրանից է ամբողջ։ Եվ հիմա ով մեր Աստված, փառաբանում ենք քեզ եւ օրհներգում ենք քո փառավոր անունը, որովհետեւ ով եմ ես եւ ով է իմ ժողովուրդը, որ կարողանայինք այդպես ընծամատուցանել քեզանից եւ ամեն բան եւ քո ձեռքից ստացածն են քեզ տալիս։ Այնքան ուժեղ խոսք էր, որ ով եմ ես, որ քեզ ընծայ եմ տալիս քո ստացածից։ Աստված քեզ տալիս է ստացվածք։ Դու պիտի հասկանաս, որ դա քո համար ինչ որտեղ պատիվ Աստծուն, Աստծո գործի մեջ ընծայել։ Ով եմ ես, Դավիթն ասում է, լինելով թագավոր։ Ով եմ ես, որ ես քեզ զոհաբերեմ։ Քոնն ամենը, դու ես գերիշխանը, դու ես Տերը տիրակալը, ամբողջ մեծությունը, զորությունը քեզանից է։ Բայց ես այսօր պատիվ ունեմ քեզ զոհաբերելու։ Որովհետև ասում ով եմ ես անարժանս, որ քեզ զոհաբերեմ։ Դու պատկերացրու Աստված ամբողջ տիեզերքի տիրակալը, ամբողջ հարստությունների Տերը սպասում է քո 1000 դրամին։ Փող չունի, նեղվել է, հույսը դրել է քո վրա։ Քո համար է պատիվ մասնակից լինես նրա երկրի վրա գործին։ Քո համար է պատիվ։ Եվ Դավիթը տեսնում է իր անսահմանությունը։ Դավիթը տեսնում է Աստծո մեծությունն ու մեծափառությունը։ Երբ որ Հոբը կռվում էր Աստծո դեմ, երբ որ բողոք ուներ, որ իր դատը արդար չի, եւ երբ որ հասավ այն կետին, որ ասում է Տեր իմ Աստված, միջև հիմա ես գիտեի քեզ, հիմա տեսնում եմ քեզ, քո մեծությունը։ Ասում ու Աստված խոսում է նրան հետ։ Ասում դու գիտես ջունի շտեմարանները, գիտես որ դնում էի երկրի հիմքերը, գիտես որ ես քամինները պահում էի, գիտես այդքանը։ Մենք բաներ գիտենք, այնքան շատ քիչ գիտենք։ Մենք Հայր Աստծուն շատ ենք փոքրացրել, հասարակացրել։ Ես չեմ հասկանում այն մարդկանց, որ աղոթում են, պապուլ, ոնց հասարակացրել է իր հետ։ Լսի, ինքը թագավոր է, ինքը տիրակալ է, իր հետ պատվով եւ հարգանքով խոսա։ Մի հասարակացրու Աստծուն։ Այո, Աստված Հայր է, բայց ամեն հայր չի, որ դες գնաս ընդհանուր պապային բոլորի առաջին պոնչոկ անես, հոր հետ հարգանք ունեցի, հոր հետ երկյուղ եւ սրբություն պահիր։ Մի հասարակացրու Հայր Աստծո մեծությունը։ Եվ այսօր ես ուզում եմ ցույց տամ Հայր Աստծո մեծությունը իմ հասկացածով, որ ինչքան էլ փորձեմ, հավատացեք, ես ձեզ միգուցե միկրոններ ցույց տամ նրա մեծությունից, որովհետեւ ես էլ սահմանափակ մարդ եմ։ Ես էլ չեմ կարող այդ մեծությունը անցնել, բայց փորձեմ ինչ որ ձև դու նրա մեծությունը հասկանաս։ Եվ նրանից է ամեն ինչ։ Նա է բարձրացնում, նա է հարստություն տալ։ Գնա այդ գահի առաջ եւ խնդրի։ Ամեն։ Հալելույա։ Ղուկասի ավետարան 22-րդ գլուխ 39-րդ խոսքից։ Հիսուսը ելավ իր սովորության համաձայն Ձիթենաց լեռը գնաց։ Աշակերտները հետևեցին նրան։ Երբ այնտեղ հասավ, նրանց ասավ. աղոթք արեք, փորձության մեջ չընկնեք։ Հիսուսը սովորության համաձայն։ Գիտես ինչ է նշանակում սովորություն։
մի բան, որ շատ արել ես։ Կա լավ սովորություն եւ կա վատ սովորություն։ Լիքը մարդիկ կա, որ վատ սովորություններ ունենք, կա, որ լավ սովորություններ ունենք։ Եթե դու ուզում ես մի բան քո համար սովորության համաձայն լինի, դու պիտի դա շատ անես։ Ես հիշում եմ, երբ որ զորամաս էին գնացել ծառայության, մեր այդ բանը լեյտենանտը մեզ այս բանով էր պարապմունքներ անցկացնում, այս մեթոդով։ Ասում էր տղաներ, եթե մի բան 5000 անգամ անեք, դա դառնում է ձեզ համար սովորություն եւ շատ վարժ եք դրա մեջ։ Մարդ ուներ հայտնություն, եթե 5000 անգամ մի բան անես, դա դառնում է սովորություն եւ շատ վարժ ես դրա մեջ։ Եվ մեզ մի բանը անելու համար 5000 անգամ անել էր տալիս։ Դու պատկերացնում ես 5000 անգամ դու պետք է ոտը ցենց բարձրացրել ես։ 5000 անգամ։ Դու արդեն դու ավտոմատ 5000 անգամ անց դառնում էր սովորություն։ Միջև հիմա ես չեմ մոռանում իր սովորացրածը։ Եվ ինքը ճիշտ էր։ Եթե մի բան երկար անես, դա կդառնա սովորություն։ Հավատացյալ եկեղեցու այժմյան խնդիրը գիտեք ինչն է, որ իրանք անում են կարճ։ 2 օր, 3 օր մի շաբաթ։ Դու պատկերացրու ինքնաթիռը սկսում է բարձրանալ ամպերով։ Գետնից չփոկված նստի։ Ասի դու մտնում ես այդ հոգու մեջ, ուզում ես անես 3 օր, 4 օր, 5 օր։ Լսի դու բարձրանալու տեղ ունես, դու գնալու տեղ ունես եւ դու դա կարճ ես անում։ Սկսի հարատևության մեջ լինել, սկսի դու անել սովորության պես, սովորություն սարքի։ Հիսուսը սովորության պես էր լեռը գնում։ Հիսուսը դեն չի որ գնում էր լեռը առաջի անգամ։ Հիմա տես որ քո համար էլ 1 ժամ աղոթելը սովորություն չի։ Ժամանակին 1 ժամ աղոթելու քո համար սովորություն չէր, ապրելակերպ էր։ Հիմա սատանան քեզ խաբել է եւ վերցրել է քո աղոթքի ժամանակը։ Եվ Հիսուսը ինչ ասավ. աղոթք արեք, որ փորձության մեջ չընկնեք։ Հենց փորձության մեջ ենք ընկնում, սկսում ենք շուխուր անել, աղոթ չենք անում։ Շուխուր։ Չգիտեմ այդ բառը ոնց ասեմ։ Լսի, նախապես քեզ ասում է, աղոթք արա, որ փորձության մեջ չընկնես։ Բայց դու ամբողջովին վստահում ես քո մտածմունքներին, ինձ հետ ոչ մի բան չի լինի, ոչ մեկը ապահոված չի։ Դու պիտի աղոթք անես, որ փորձության մեջ չընկնես, եւ աղոթքը պիտի սովորություն լինի քո համար, եւ աղոթքը պիտի հարատևություն լինի քո համար, եւ աղոթքը պիտի լինի քո շնչառությունը։ Այս տարի մեր հովիվ Արտուրը խոսքերը ստացել, աղոթքը ինչպես շնչառություն, դա պիտի քո շունչը լինի։ Մեր փորձի շունչը փակես։ Մի 30 վայրկյան կձգեմ։ Նրանից հետո շունչս կկտրի։ Լսի, աղոթքը պիտի քո շնչառությունը լինի, անդադար աղոթք արեք, եւ ինչքան քնած ժամանակ Աստված հանդիմանում էր իր եկեղեցին, դա վերաբերվում էր աղոթքին։ Այսօր երիտասարդներ այնքան տխուր, տրտում, այնքան դեպրեսիաներով լցված, վախերով, տագնապներով, որովհետեւ չեն գնում հոր գահի առաջ։ Չեն գնում։ Իրանք ունեն մի հատ աղոթք, շաբլոն, կա շաբլոն աղոթք, գիտեք։ Հարգան Հիսուս Քրիստոսի անունով կապում եմ, քանդում էլ չի լսում, հայրը իրան ասավ, չասավ, ինչ արավ, ասելիք ասավ ու գնաց։ Աղոթքը դա երկխոսություն է։ Եվ որ պիտի ասես, մեկ էլ լսես քեզ ինչ ասում, որ փոխվես։ Մեկ իմ երեխաներից գալիս են ու ասում, իրանց ասելիքը ասում, պապա շուտ 1000 դրամ պետք է ես գնում, այոն չկա, արդեն վերցրավ գնաց։ Այդ տենց աղոթողներ չլինենք։ Մենք մի հատ նկար ունենք, որ օգտագործել ենք արհեստական բանականություն ինչպես գործիք, ինքը լավ գործիք է, իրան պետք է ճիշտ օգտագործես, հոր գահի չեմ ասի որ նմանա, բայց մի վարքյանով միգուցե միտքդ պայծառի քո ֆանտազիայով ավելի եւ տեսիլքով ավելի բան պատկերացնես։ Քո գործը չեմ ասում որ նմանա, նմանատիպ կարող է լինի։ Ու երբ որ դու եկել ես հորգահի առաջ, եթե ուշադրություն ես դարձնում, հորգահի մոտ բոլորի հանդերձները սպիտակ է, բայց քոնը դեռ մաքրվելու տեղ կա։ Այն ոտքերի հատվածը մի քիչ կեղտոտ է, տեսնում ես։ Ստեղ ես մաքրվելու, ստեղ ես բժշկվելու, ստեղ ես փոխվելու։
մի հատ դու հասկացի, որ թագավորության մեջ ես, ով է քո թագավորը, դու որ թագավորության զինվոր ես, որ թագավորությունն է քեզ դրել այստեղ ծառայության մեջ, ով է քո թագավորը։ Շատ ժամանակ մենք ենք դառնում մեր թագավորը, մենք ենք կառուցում մեր թագավորությունը, չհասկանալով, որ դու ուրիշ թագավորության մարդ ես, քեզ թագավոր ունես գլխիդ, դու պիտի անգլուխ ձիավոր չլինես, պիտի ենթարկվես քո վրա դրված թագավորին։ Շատ ժամանակ հավատացյալներ կա, տեսնում ես, անգլուխ ձիավոր, գնում է այնտեղ իր ուզում է, անում այն ինչ ուզում է, ինքը գլուխ չունի, իր գլուխը ինքն է, Քրիստոսը իր գլուխը չի։ Ու թող մեզ համար սովորություն լինի գնալ Տիրոջ առաջ։ Ամեն։ Ամեն։ Միտեղ էլ կա, որ կուզեմ կարդամ Եսայի մարգարեություն 44-րդ գլուխ 17-րդ խոսքից։ Այստեղ Եսային ցույց է տալի, որ Իսրայելի ժողովուրդը կռապաշտության մեջ էին։ Կռապաշտություն էին անում, կուրքերին էին պաշտում։ Դրանից առաջ խոսում է, որ ինչպես են նրանք կուրքեր պատրաստում, եւ նաեւ այս խոսքից ցույց է տալի, ինչպես են նրանք փայտից կուրքեր պատրաստում։ Իսկ դրան մնացածը իր համար Աստված է շինում, այդ փայտի մնացածը, եւ իր կուրքը եւ երկրպագում է նրան, պաշտում է այն, աղոթում է նրան եւ ասում. ազատիր ինձ, որովհետեւ դու ես իմ Աստվածը։ Նրանք չեն իմանում եւ չեն հասկանում, որովհետև ծեփել են նրանց աչքերը, որպես չտեսնեն եւ նրանց մտքերը որպես չիմանան։ Ասում է Իսրայելը փայտը բերում է, ծառը կտրում է բերում, կեսը վառում է, կեսից էլ կուրք է պատրաստում եւ սկսում իրեն պաշտել եւ ասել աղոթել նրան եւ ասում է ձեր աչքերը ծեփված են, չեք տեսնում, դուք չեք հասկանում, որ դա Աստված չի, դա կուրք է։ Եվ ասում է տեսողության հետ խնդիր ունեք, որովհետև ձեր աչքերը չեն տեսնում։ Ոչ ոք չի մտածում, ոչ ոք գիտություն չունի, հասկացություն չունի, որ ասի դրան։ Դրա կեսը կրակով այրեց, դրա կայծերի վրա հաց եփեց, միս խորովեց ու կերավ, իսկ մնացած կեսը պիղծ կուրք շինեմ եւ փայտի կոճղին երկրպագեց։ Այդ փայտը բերեց, կուրք սարքեց, սկսեց պաշտելը։ Նա սնվում է մոխրով, խաբված է միտքը, մոլորված է նրան, չի կարողանում իր անձը ազատել եւ չի ասում. ստություն չէ իմ աջ ձեռքում։ Մենքան հետաքրքիր խոսք է բացում։ Նա սնվում է մոխրով, խաբված միտքը մոլորեցրել է նրան։ Խաբված միտքը մոլորեցրել է նրան։ Նայ, դու կարա քո խաբված միտքը քեզ շեղի, քեզ մոլորեցնի։ Ասում եմ նրա խաբված միտքը մոլորեցրել է նրան եւ չի հասկանում, որ ստություն չէ իմ աջ ձեռքում։ Չի հասկանում, որ կռապաշտությունը, այդ կուրքը պաշտելը, դա ստություն է իր ձեռքում։ Խաբված է նրա միտքը։ Իսրայելը Աստծո ժողովուրդն էր։ Եվ նոր կտակարանում կուզեմ կռապաշտության ինչ որ չափանիշ նաև խոսեմ սրա մասին, շահկապեմ նոր կտակարանի հետ։ Կողոսացիների 3:5-ում գրված է հին եւ նոր կյանք։ Ուրեմն սպանենք այնինչ ձեզ է պատկանում երկրի վրա, պոռրկություն, պղծություն, կիրք, չար ցանկություն եւ ագահություն, որը կռապաշտություն է։ Ագահությունը դա կռապաշտություն է։ Այնտեղ ասում է, որ կուրքերին են պաշտում, այստեղ ագահությունը կռապաշտություն է։ Գիտես, ագահությունը կարա քեզ կտրի Աստծո տնից։ Ագահությունը կարա քեզ աշխատես, շատ աշխատես ու չգնաս Աստծո տուն։ Ագահությունը նույնպես կռապաշտություն է։ Եվ ագահությունը կարա քեզ կտրի հոր գահից։ Գիտես, այսօր մենակ հայերն են արձակուրդ վերնում գնում աշխատելու։ Դու պիտի հասկանաս, որ ագահությունը քեզ կարա հետ պահի գահից։ Երբ որ
ինչ որ Աստծուց մարդ պիտի գա ձեր տուն, կամ դուք պիտի գաք, դու կարաս քո գործերի պատճառով չգնաս, որովհետև դու այնտեղ շահ ունես։ Եվ Աստծո խոսքը ասում է, որ այժմյան կռապաշտությունը դա ագահությունն է։ Այսօր մենք փայտի չենք դրել պաշտում, մենք ճանաչում ենք Հիսուս Քրիստոսին որպես Աստված Հայր, բայց ագահությունը գարա եկեղեցուն դառնա կռապաշտության եւ կուրք, որովհետև ամենտեղ քո շահը փնտրես, ամենտեղ քո գործը լավ լինի։ Հիշում եք այն մարդիկ, երբ որ հրավիրված էին հարսանեկին եւ չեկան այդ հարսանեկին, մեկը գնաց իր եզը փորձելու, մեկը գնաց իր գործին, իր հարսանեկին, իր այգին։ Շատ կարեւոր է, որ մենք մեր գործն էլ անենք։ Բայց երբ որ լսում ես փողի ձայնը, երբ որ լսում ես, որ Իսրայելը Աստծո ժողովուրդը անապատի մեջ տեղաշարժ է լինում, քեզ մնում է վեշերը շուտ հավաքես այդտեղ լինես։ Երբ որ ասում ենք եկեղեցով ինչ որ մի բան ենք անում, կռապաշտության պատճառով դու գարած չգաս։ Կարաս չգաս ուղակի, չլինես այդտեղ։ Հա մարդիկ կա միգուցե աշխատանքի պատճառով, բայց դու պիտի հասկանաս, որ եթե քեզ աշխատանք են առաջարկում, որ քո աշխատանքը ամբողջովին վերցնում է քո Աստծո հետ շփումը, քո կիրակին, դու պիտի այդ աշխատանքին ոչ ասես։ Քո Աստծո հետ հարաբերությունը Աստված քեզ ավելի լավ աշխատանք կտա։ Բայց դու պիտի հասկանաս, որ այժմյան կուրքը դա ագահությունն է։ Աշխատեմ։ Մի օր էլ վերցրու հանգստացի քո ընտանիքի մեջ։ Ունես հանգստի օր ընտանիքի հետ։ Թե մենակ աշխատանքի օրեր ունես։ Մի օր վերցրու հանգստացի ընտանիքիդ հետ։ Գիտես, այնքան հետաքրքիր է, արտասահմանից կգան Իջևանի սիրուն տեսարանով կզմայլվեն կգնան։ Դու ընդամենը ջանք չես անի շատ քիչ ներդրումով ընտանիքիդ հետ մի օր հանգստանաս։ Ագահությունը կռապաշտության պես է։ Ու հետո մենք էլ մեր հանգիստը ունենք, չէ՞։ Տնից դուրս չգանք, տղամարդիկ չեն շինում, տնից շատ դուրս գան։ Այնա մի անգամ ինչ պատրաստելու ուտելիքները շատ պատրաստենք, տունը նստենք, տենց հանգստանանք։ Հասկացի քո երեխաները ուզում են ուրիշ տեղ էլ գնան։ Մի օր վերցրու իրանց։ Հանգստի օր ունեցի ընտանիքին էլ տալու։ Ու ագահությունը դա չդառնա քո համար կռապաշտություն։ Սրտումս նենց կար սրա մասին խոսելու, որ կարա այժմյան կռապաշտություն, դու ասում ես ես կուրկ չեմ պաշտում, ես փայտ չեմ բերում Աստված սարքում, ես չգիտեմ, կոճղին չեմ պաշտում, ես ճանաչում եմ Հիսուսին, բայց ագահությունը այնքան շատ է ներսդ, որ այդ ագահությունը քեզ տանում է կռապաշտության։ Եվ ագահությունը չի թողում, որ դու սերմես, խնայելով սերմողը, խնայելով էլ կհնձի։ Ագահությունը թույլ չի տալի քեզ ինչ-որ բան մասնակցես եկեղեցու ընդհանուր ծառայությունների մեջ, ու թող ագահությունը հեռանա մեր սրտերից։ Շատ ժամանակ մարդիկ մտածում են, որ բայց վառելիք եմ վառելու հասնեմ Աստծո տուն, ես գումար եմ ծախսելու հասնեմ Աստծո տուն, ես 3 ժամ իմ գործից ընկնեմ։ Հիշում ես այնտեղ, որ հայրն է տալի հարստություն, հայրն է բարձրացնում։ Դու կարող ես 3 ժամ քո գործից ընկնես գաս Տիրոջ տուն, գնաս տենաս քո աշխատանքի մեջ քեզ բարձրացրել են, աշխատավարձդ էլ հետը, որտեվ հայրն է այդ ամենը անում։ Աստծուն պաշտիր, Աստծունը տուր Աստծուն, որտեվ ագահությունը կարա քեզ կռապաշտության տաներ։ Թող սա չլինի մեր մեջ, եթե կա թող արմատախիլ լինի եւ հեռանա եկեղեցուց։ Ամեն մի ագահություն։ Փառք Հիսուս Քրիստոսին, ես կխնդրեմ մեր դաշնակահարույն գանվակի եւ կուզեմ վերջի տեղը կարդամ, որ գրված է առաջի Տիմոթեոս 4-րդ գլուխ 7-րդ խոսքից։ Բայց պիղծ ու ձեր կանանց հորինված առասպելներից հեռու մնա եւ ինքդ քեզ աստվածապաշտությունով կրթիր։ Գիտես, այսօր մեր ազգի մեջ ավելի շատ գործում է պիղծ պարավական առասպելները, քան աստվածապաշտությունով կրթելը։ Համատարած որ վերցնենք տոկոսայինով, մեր պապական ավանդույթները, պարավական առասպելները ավելի շատ է գործում, համատարած, քան աստվածապաշտությունով կրթվելը։ Այս ազգը նենց է կապված պապերի ավանդույթներից։ Տեսնում ես եվրոպական երկրները, որ պատմությունը խոսում է, որ նրանք կարճ ժամանակ առաջ եղել են վայրի ցեղեր, վիկինգներ են եղել, անտառներում մեծացած, ու այդ մարդիկ ոնց քաղաքակրթության մեջ փոխվեցին։
Մենք նենց ենք կպած մեր պապերի արածներից ու չենք նայում էդի ճիշտ է թե սխալ։ Տեսնում ես նոր երեխան ծնված 40 օրեկան ու 25 տարեկան գեղեցկադեմ աղջիկը իր տատիկից հասկացել է, որ խոզի մռութը պիտի բերի դե կախի։ Ուզում ես հասկանաս, այս խոզի մռութը, որ սաղ կյանքը ցեխի մեջ այլ է։ Ոնց կարա դա մի լավ բան տա։ Բայց ինքը ավելի շուտ, ավելի արագ մարդիկ կխառնի։ Այդ խոզի մռութը կճարի գյուղում որտեղ կա, հատուկ չորացումով կչորացնի։ Ես ինչ վակուումնի ապարատով դե հիմա մոդել է, չէ՞, որ դնի երեխայի գլխի տակ, որ խոզի մռութը երեխային պահի։ Մենք այդ պարավական առասպելներից ավելի շատ ենք կպված, քան թե մի վարքյան ասես հոп, ես քրիստոնյա եմ, իմ մեջ Քրիստոսն ապրում, Հիսուս Քրիստոսի անունով թող խաղաղություն գա։ Մենք ավելի շատ կպված ենք այդ պարավական առասպելներին, որովհետև, բայց նաև ասում եմ քեզ աստվածապաշտության մեջ կրթիր։ Ես ուզում եմ նաև շեշտադրում դնեմ կրթության։ Եթե դու հավատացել ես Տեր Հիսուս Քրիստոսին, եկել ես եկեղեցի, դու պիտի ջանք անես քո կրթության մեջ։ Այս աշխարհի համակարգում տենց մի հատ տեղ չկա, որ անկիրթ մասնագետ ուզեն։ Գնում ես հասարակ կասայում աշխատելու, չէ՞, դրամարկղում։ Քեզ ասում են 15 օր պիտի գաս սովորես։ Անվճար, չենք վճարելու։ Ու դու 15 օր անվճար գնում ես աշխատելու ու քեզ ասում են դու հարմար չես։ Լինում է չէ՞ տենց դեպքեր։ Այս աշխարհի սիստեմ ուզում է կրթված մասնագետ, Աստված էլ է ուզում կրթված հավատացյալ։ Դու քո կրթության վրա պիտի շեշտադրում անես։ Դու չես կարա անհոգ ուղակի։ Ինչ կլինի։ Դու պիտի անձնապես Աստծո խոսքը ուսումնասիրես եւ կարդաս։ Դու պիտի վերցնես թուղթ եւ գրիչ սկսես գրես ինչ որ հասկանում ես։ Միգուցե սխալ բան ես հասկացել։ Դու պիտի քո վրա ժամանակ դնես կրթության։ Սկսվում է սեպտեմբերը, կրթության ժամանակները, աշակերտության ժամանակները։ Հիսուս Քրիստոսը ուներ աշակերտներ, ինքը չուներ առաքյալներ։ Ինքը ուներ աշակերտներ եւ աշակերտներից ընտրեց առաքյալներ։ Եվ աշակերտները առաջի անգամ Անտիոք քաղաքում կոչվեցին քրիստոնյա։ Քրիստոնյա չեն դառնում, լինում են աշակերտ Քրիստոսի։ Եվ երբ որ լինելով Քրիստոսի աշակերտ, քրիստոնեությունը քո դեմքով արդեն երևում է։ Մենք վերցրել ենք քրիստոնեությունը մեծ տառերով մեր ազգի վրա, մենք քրիստոնյա ենք, առաջինն ենք ընդունել։ Հետո ինչ։ Քրիստոսը կա քո ներսում։ Քրիստոսը իշխում է քո ներսում։ Քրիստոսը բնակվում է քո ներսում։ Դու խոսում ես Քրիստոսի մասին։ Դու կրթվում ես Քրիստոսից։ Դու կրթվում ես Քրիստոսի ուսմունքով։ Եվ Տիմոթեոսին ասում է. ինքդ քեզ աստվածապաշտությունով կրթի։ Ով կրթի քեզ։ Ձերքդ կարաս վրեդ դնես։ Ասես ես ինձ պիտի աստվածապաշտությունով կրթեմ։ Քո վրա է այդ պատասխանատվությունը։ Քո վրա է այդ պատասխանատվությունը քեզ աստվածապաշտությունով կրթելու, քեզ կրթելու դրա մեջ։ Ինքդ քեզ կրթիր։ Երբ որ մարդին ասում ես Աստվածաշունչ կարդա, դե ես չեմ կարա թող քուրիկս կարդա, թող դու գրես, թող արի ինձ պատմի, հասկացա Կիրակի օրը այո խոսքը քեզ կտրվի, բայց Աստված ուզում է դու քեզ աստվածապաշտությունով կրթես։ Դու ես անելու այդ գործը, քո վրա է այդ գործը։ Դու պիտի կարդաս խոսքը, դու պիտի գնաս հորգահի առաջ, դա քո վրա է կրթել աստվածապաշտությունով։ Գիտես այս տարվա մեր խոսքը Իջևան քաղաքի համար ուզում եմ ձեզ հիշեցնեմ։ Հոգևոր հեղեղների տարի։ Այն մարդու կյանքում, ով իրեն աստվածապաշտությունով կկրթի, ով կկրթի իրեն աստվածապաշտությունով, նա կհասկանա հոգևոր բաներ, նա կգիտակցի հոգևոր բաներ։
բայց հասարակ ծույլության պատճառով դու կանգնեցնում ես գիտությունը, եւ Աստծո խոսքը ասում է դու կանգնեցրիր գիտությունը, դու չցանկացար գիտենալ Աստծուն, դու չցանկացար ճանաչել Աստծուն, դու մերժեցիր գիտությունը, Աստված էլ քեզ է մերժում։ Մի կանգնեցրու գիտությունը քո կյանքում, մի կանգնեցրու Աստծուն գիտենալը, ճանաչելը քո կյանքում։ Երբ որ դու կանգնեցնում ես Աստծուն ճանաչելությունը, երբ որ դու կանգնեցնում ես Աստծուն գիտենալը, Աստված էլ քեզ է մերժում։ Մի մերժի Աստծո գիտությունը։ Քո անձը տար աստվածապաշտության մեջ։ Դու կասես Աստվածաշունչը վերցնում եմ, չեմ կարողանում կարդամ։ Հեռախոսից մի ամիս ծոմ վերցրու, Աստվածաշունչը չես կարդալու, ուտելու ես։ Դու են ցանցով ցանցավորված, ցանցապատված, ուզում ես այդ ցանցի արանքից Աստծո խոսքը հասկանաս, չի թողելու։ Դու գիտենալը մի կանգնեցրու քո կյանքում։ Եվ Տիմոթեոսին ինչ է ասում, ինքդ քեզ աստվածապաշտությունով կրտի, որովհետև մարմինի վարժությունը քիչ բանի համար է օգտակար, իսկ աստվածապաշտությունը ամեն ինչի համար օգտակար է։ Այն ունի այժմյան եւ գալի կյանքի ավետիքը։ Մարմնի վարժություն։ Ես այսօր մեկ-մեկ քայլում եմ Իջևան քաղաքով, տեսնում ես շատ չաղ մարդիկ արագ քայլում են մարմնի վարժության մեջ։ Ինչ որ մեկը սադում գործողություններ անում, մարմնամարզություն անում։ Հա, մարմնի վարժությունը օգտակար է, բայց քիչ բանի համար։ Աստվածապաշտությունը ամեն բանի համար է օգտակար։ Եղիր մարդ, որ քեզ կասեն աստվածապաշտ, ու դու իմացի Կիրակնորյա ծառայություն կոչում է պաշտամունք, պաշտել Աստծուն, աստվածապաշտությունը սովորել, պաշտել Տիրոջը, գնա դրա մեջ, քո անձը տար դրա մեջ, որովհետև մարմինը չի սիրում ենթարկվի։ Եվ նաև ասում է նրա մասին, որ երբ որ դու դա անես, քեզ լսողներին էլ, երբ որ դու աստվածապաշտության մեջ գնաս, դու սկսելու ես սովորացնես, դու լինելու ես նաև օրինակ քեզ լսողներին, քեզ լսողները փոխվելու են։ Բայց մենք գիտենք, որ կա աշակերտներ գերազանցիկ եւ ծույլ, հասարակ ծույլությունը կանգնեցնում է քո աստվածապաշտությունը։ Թող ծույլությունը հեռանա եւ քո մարմինը թող չմնա խաբված, եւ քո հոգին չմնա խաբված, եւ քո միտքը չմնա խաբված։ Գնա հոր գահի առաջ, գնա անսահման հոր գահի առաջ։ Դու առույց ես, ընկերներդ մի հատ նայ ովքեր են։ Դες ով է քո ընկերները, ում հետ ես ընկերություն անում, եւ կրթի քո անձը ինքդ աստվածապաշտության մեջ, եւ կգա հոգեվոր հեղեղներ քո կյանքի մեջ, երբ որ դու ցանկանաս կրթվես աստվածապաշտության մեջ։ Ամեն։